Այսօրվա մեր դասի նպատակը երեխաներին ծանոթանալն է ֆիլհարմոնիկ նվագախմբին, գործիքային կազմին եւ թե ինչ նշանակություն ունի նվագախումբը եւ սիմֆոնիկ նվագախումբը մեր կյանքում։ Սիմֆոնիկ նվագախմբի գործիքային կազմը ներկայացնեմ ձեզ։ Ով գիտի, լավ, այդտեղից սկսենք, ով գիտի ինչ գործիքներ են նվագում սիմֆոնիկ նվագախմբում։ Եվ մի բան ասեմ, որ գործիքները բաժանվում են երկու մասի՝ դասական եւ ժողովրդական։ Դասական գործիքները նվագում են սիմֆոնիկ նվագախմբում։ Լինում են դեպքեր, այո, որ առանձին գործիքները սոլո կատարումներով հանդես են գալիս, բայց սիմֆոնիկ նվագախմբում հիմնականում դասական գործիքներ են նվագում։ Հիմա դասական գործիքների օրինակներ բերենք։ Փողային գործիքներ։ Այո, փողային գործիքներ, փողային գործիքներից ինչ անուններ գիտեք։ Չէ, փողային գործիքները ինչպես են նվագում, փչելով, չէ՞։ Փչելով են նվագում։ Հիմա այնպիսի գործիքների անուններ ասեք, որոնք նվագում են փչելով։ Շվի։ Այո, շվի, բայց շվին դասական գործիք չի համարվում։ Շվին ժողովրդական գործիք։ Աստա դադիկ։ Գալարափող։ Գալարափող, շեփոր։ Շեփոր, այո։ Մեր երկու օրինակներ։ Ես կարող եմ Ասա։ Տրոմբոն, այո։ Փողային գործիքները երկու խմբի են բաժանվում՝ փայտյա փողայիններ եւ պղնձյա փողայիններ, որոնց հիմնական կառուցվածքը այն գործիքները, որոնք փայտյա փողայիններ են, դրանց հիմնական կառուցվածքը երեխաների ներքին կառուցվածքը փայտից է, դրա համար անվանում են փայտյա փողայիններ։ Ֆլեյտա, հոբոյ, չէ՞։ Այո։ Իսկ պղնձյա փողայինները դրանց կառուցվածքը պղնձից է, հա։ 1923 թվականից ստեղծվում է հիմնադրվում է Երևանի պետական կոնսերվատորիա, որը երաժշտական բարձրագույն հաստատություն է։ Իսկ դրանից 1925 թվականին հիմնադրվում է արդեն ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Նայեք, այստեղ Արշակ Ադամյանը եւ Ալեքսանդր Հարությունյանը։ Հիմա իրենց նկարները նայեք։ Ահա։ Իրենք ստեղծեցին ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ֆիլհարմոնիկ նվագախումբը ստեղծեցին եւ դրանից հետո իհարկե ֆիլհարմոնիկ նվագախմբի խմբավարների կազմը փոխվել է, երաժիշտների կազմը փոխվել է, բայց ֆիլհարմոնիկ նվագախումբը մինչեւ այսօր գոյություն ունի եւ ունենալու է։ Ով կասի պղնձյա փողային գործիքների անունները, որոնք դասական նվագախմբում են հնչում։ Ֆլեյտաները, այո, փողային գործիք։ Հիմա ինձ ասեք պղնձյա փողայինների մեծ գործիքների անունները։ գալարափող, Ահա, գալարափող, ահա, տրոմբոն։ տրոմբոն։ Անանք ասում ես։ Ես կարող եմ ասել։ Շեփոր, այո։ Լավ, հիմա փայտյա փողայինները թվեք։ Ֆլեյտա, հոբոյ, հետո կլավներ եւ ֆագոտ, այո, եւ ֆագոտ։ Լավ, բացի փողային գործիքներից դասական նվագախմբում կան ամենամեծ տեղը զբաղեցնում են լարային գործիքները։ Հիմա ես էկրանին կմիացնեմ թվելուց հետո էկրանին կմիացնեմ սիմֆոնիկ նվագախմբի կատարում եւ դուք կտեսնեք ինչքան լարային գործիքներ կան այդ նվագախմբում։ Հիմա լարային գործիքներն էլ արագ թվենք։ Ջութակ, Տաղիքն էլ է լարային գործիք, այո։ Ջութակ։ Ջութակը ասել ենք արդեն։ Հարջութակ եւ կոնտրաբաս։ Իրենք երեխաներ ձայնի առումով, արագ ձայնը դրանք փոքր գործիքներն են արձակում, հա։ Ջութակը, այդ ինչքան գործիքը մեծանում է, այնքան ձայնը հաստանում է։ Հարջութակը, կոնտրաբասը արդեն իրենց ձայնը ավելի հաստ է եւ դրանք գետնի դրված են նվագում, ինչու, որովհետև չափով իրենք ինչ են։ Մեծ են շատ, այդ չեն կարողանալ այստեղ։ Ձերքին, այդ սուր մասը, եթե դնենք դնչի տակ, կմտնի կողմ։ Այո, կվնասի։ Հիմա ես կմիացնեմ սիմֆոնիկ նվագախմբի կատարում, դուք ուշադիր եղեք, տեսեք
ինչքան Լարայի գործիքներ կան նվագախմբում, հա, եւ դրանք մեծ տեղ են զբաղեցնում։ Ուշադրություն եք, սա մեր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի պատշգամբն է։ Հիմա հետևից կգա նայեք։ Մանսուրյանի մասին, հայ մեծ կոմպոզիտոր։ Տիգրան Մանսուրյանը ունի գրված մեկ բալետ «Ձյունետ հատուկին» և բազմաթիվ կինո երաժշտությունների հեղինակ է, այսինքն ֆիլմերի համար գրել է երաժշտություն երեխաներ։ Հիմա մենք մի փոքր կուն կընտրենք Մանսուրյանի կինոֆիլմերից, երաժշտական որևէ հատված, և հետո ես ձեզ հարցեր կտամ խաղի տեսքով, հա։ Տեսնենք այդ հարցերին կկարողանաք պատասխանել, թե ոչ։ Էկրանին ենք տեսնում ենք Տիգրան Մանսուրյանի լուսանկարը և կդիտենք մի հատված, հետո մի ֆիլմից։ Դասաշրջանալքում դուք կպատասխանեք, լավ, եկեք սկսենք այստեղից։ Ես մեծ երաժշտական խումբ եմ, նվագում եմ դասական երաժշտություն։ Հիմա մենք պիտի ասենք, թե այն որ խումբն է, որը դասական երաժշտություն էր նվագում, մեծ էր ինքը և հիմնադրվել էր 1925 թվականին կոնսերվատորիայի գիծ, որն էր դա? Սիմֆոնիկ նվագախումբը, այո, մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, սիմֆոնիկ գործիք կնվագեիք դուք, ես հանձնարարել էի, որ յուրաքանչյուրդ նկարի գործիք, այն գործիքը, որը
որ կցանկանա, որ ինքը կտեսնի իրեն, հա։ Հիմա ես կխնդրեմ, որ մի քանի հոգի այս նկարած գործիքները փակցնեն մեր գրատախտակի վրա։ Տեսնեմ քանի հոգի են նկարել։ Անահիտներ, Թմբուկ, Տավիղ, Գագիկը Տավիղ է նկարել։ Բացեք, տեսպես բացեք, ահա, տեսնեմ էստեղ, ահա, ջութակ է նկարել, ջութակն է կար, անի որ շեփոր չունենք էստեղ, շեփորն է, հիմա մենք փակցնում ենք, ասում ենք մեր գործիքի անունը և փակցնում ենք գրատախտակի վրա, կոնտրաբաս է, ահա, փակցնում ենք, ոչինչ մի մագնիսով երկու նկար կարող, ահա, էստեղ ինչ գործիք է, այստեղ պատկերված է դաշնամուր։ Ահա, դաշնամուրն է փակցնում գրատախտակի վրա։ Այստեղ պատկերված է Թմբուկն է։ Այստեղ պատկերված է ջութակ։ Ջութակ, ապրեք։ Անահիտը։ Այստեղ պատկերված է Թմբուկ, ահա, փակցրեցին թմբուկներ։ Ես հիմա նկարում պատկերված է տավիղ։ Տավիղ, ահա։ Ահա, նկարները փակցնելուց հետո մենք այժմ կլսենք երաժշտություն, սիմֆոնիկ երաժշտություն, Բեթհովենի 5-րդ սիմֆոնիա, որպեսզի այն շատ ձանձրալի չթվա ձեզ, չնայած ոչ մի դասական երաժշտություն, կարծում եմ ձանձրալի չէ։ Ես կմիացնեմ, հիմա պատրաստում ենք գրիչներ, որպեսզի մեր երաժշտությանը զուգահեռ կարողանանք այս պատկերները լսել երաժշտության հետ համահունչ, հա։ Նմանեցնելով երաժշտությանը, ահա, հիմա միացնեմ ու մենք սկսենք, լսում ենք Բեթհովենի 5-րդ սիմֆոնիա և մատիտով արդեն նկարում պատկերները։